Գավառի բժշկական կենտրոնում առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրով մեկնարկել է 65 տարեկանից բարձր անձանց անվճար բուժ սպասարկումը։ Արդեն մոտ 2 տասնյակ քաղաքացի օգտվել է ակնաբուժական ծառայություններից։ Աչքերս լավ չէր տեսնում, եկա բժշկի մոտ, ինքը խորհուրդ տվեց օպերացիայի։ Ու ինձ ասաց, դուք անվճար եք անցնում, որովհետև 65-ից բարձր եք։ Վերահատել ենք իրականում միայն կատարակտապաթոլոգիան, դա ակնաբուժության մեջ հաճախ հանդիպող պաթոլոգիաներից է։ Բավականին մեծ վիրահատական օրենք ունեցել, վերահատել ենք մոտ 14 բուժարոյի։ Որոշ տարեց բուժարուների մոտ մտահոգություններ կան անվճար բուժծառայության որակի հետ կապված։ Գավառի բժշկական կենտրոնի ակնաբույժ Գոհար Մկրտչյանը վստահեցնում է, ամեն ինչ բարձր որակով է արվում։ Կարող են մեր բուժարուները համոզված լինել, որ անկախ ֆինանսավորման աղբյուրից մենք աշխատում ենք նույն բժշկական տեխնիկայով, վիրահատում են նույն վիրաբույժը, օգտագործում ենք բարձր որակյալ ներակնային ոսմյակներ, նույն որակյալ բուժ սպասարկումներ ստանալու դուք, հարգելի քաղաքացիներ, ինչ որ կլիներ վճարովի հիմունքներով կամ այլ ֆինանսական աղբյուրից ֆինանսավորման դեպքում։ Այստեղ քաղաքացիներին նաև շարունակում են իրազեկել առողջության ապահովագրության համակարգի բոլոր հնարավորությունների մասին, մասնավորապես, որ անվճար են ոչ միայն վիրահատական միջամտությունները, այլև բժշկական մյուս ծառայությունները։ Թեև այս համակարգին անցումը որոշ դժվարություններ ենթադրում է, սակայն բժշկական կենտրոնում պատրաստ են դրանց հաղթահարմանը։ Հունվարից Գավառ բժշկական կենտրոնը ընդգրկվել է միացել է առողջապահության համընդհանուր ապահովագրության մեծ արշավին, կարելի ասել բժշկական հեղափոխությանը, եւ մենք Գավառ բժշկական կենտրոնը իր թիմով թե տեխնիկական հագեցվածությամբ, թե կադրերի հագեցվածությամբ պատրաստ են ավելի բարձր եւ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերել մեր հասարակությանը։ Որպես մարզում աշխատող բժիշկ կարող եմ ասել, որ համընդհանուր ապահովագրությունը շատ դրական տարբերություն է միանշանակ տալու առողջապահական համակարգում, որովհետեւ մենք այստեղ աշխատելու ընթացքում հասկացանք, որ կան բազմաթիվ պացիենտներ, որոնք ցանկանում են, բայց հնարավորություն չունեն։ Բժշկական կենտրոնում հիշեցնում են, առողջության ապահովագրությամբ հիվանդանոցային առավել խոր հետազոտությունների համար շահառուներին ուղեգիր տրամադրում է առողջության առաջնային պահպանման օղակը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։